1921 թվականին Երևանի ամերիկյան մանկատանը կից դպրոցում մանկավարժ աշխատելիս Չարենցը մտերմանում է մանկատան դաստիարակ Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ։ Ամուսնանում են, մեկնում Մոսկվա ուսանելու։ Արփենիկ Տեր-Աստվածատրյանը զարգացած, համբերատար եւ հոգատար կին էր, ներել գիտեր եւ անվերապահորեն նվիրված էր Չարենցին։ Եվ թեև համատեղ կյանքի ընթացքում նրանք այդպես էլ երեխաներ չունեցան, Արփենիկը մնում էր այն կինը, ում գրկում հարափոփող Չարենցը խաղաղվում էր։ 1927 թվականի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը Երևանի թիվ 1 հիվանդանոցում ուշացած վիրահատության հետևանքով Արփենիկը վախճանվում է, Չարենցին թողնելով մենակ եւ կոտրված։ Բանաստեղծը սիրում էր կատակով ասել, որ Աքիլեսի պես անխոցելի է, երբ Արփենիկն իր կողքին է, եւ սիրելի կնոջ կորուստը նրան իրապես խոցելի դարձրեց։ Կնոջից հուշ ունենալու, նրա ներկայությունը զգալու նպատակով բանաստեղծն իր քանդակագործ ընկեր Արա Սարգսյանին խնդրում է, որ վերջինս գիպսով հավերժացնի Արփենիկի դեմքը եւ ձեռքը։ Ծանր պահերին Չարենցը սիրում էր շոյել Արփենիկի մահադիմակը եւ այդպես փորձում էր զգալ նրա ներկայությունը։ Ավելի ուշ, երկրորդ կնոջ հղիության ժամանակ բանաստեղծն անձամբ մահադիմակը հանձնում է գրականության եւ արվեստի թանգարանին, որն այսօր կրում է իր անունը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրումից հետո մահադիմակը մի շարք այլ իրերի հետ վերադառնում է տուն։